Հայաստանի վարչապետը գիշերը ժամանել է Դանիայի մայրաքաղաք հասանք Կոպենհագեն Facebook-ում գրել է Նիկոլ Փաշինյանը կարճ տեսանյութ հրապարակելով։ Դիմավորողների թվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այսօր վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Կառավարությունից հաղորդում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև Փաշինյանի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։ Վարչապետ Փաշինյանն էլ արդեն հասցրել է հեծանիվով շրջել քաղաքով ու դրանից հետո հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության գործերը, ինչպես նաև քննարկել Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TTIP նախագծի իրականացման առաջընթացը։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Հայաստանում 12,000 վագներականների գործով դեռ նախաքննություն ընթանում է։ 2023 թվականի սեպտեմբերին վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Վագներ մասնավոր ռազմական ընկերության անդամների հայտնվելու մասին հրապարակումը տարածվել է տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում ստուգում է հրապարակված տեղեկությունը։ 2023 թվականի դեկտեմբերին ԱԱԾ-ից հայտնել էին, որ շարունակում են ստուգումը։ ԱԱԾ-ից նաև հայտնել էին, որ քրեական վարույթ է փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտեին։ Հրապարակ թերթը գրում է. մի քանի օր է մեզ չի հաջողվում երկրորդ նախագահի գրասենյակից պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվայցի մասին։ ԶԼՄ իրենց տեղեկություն են հասել, որ նա վերջերս Մոսկվա է մեկնել։ Հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում ընտրությունների հետ կապված։ Ըստ այդմ, երկրորդ նախագահը ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձևն է ներկայացրել, որը պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաև ֆինանսական ծախսեր է ենթադրում։ Կրեմլի պաշտոնյան որևէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին, գրեթե հասկացրել է, որ իրենք ձեռքերը լվացել են Հայաստանից, գրում է թերթը։ Հայաստանի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ իր մասին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտությունների համար։ Թովմասյանը պահանջում է, որ Արթուր Հովհաննիսյանը տեսանյութի միջոցով ներողություն խնդրի իր հասցեին սեպտեմբերի 8-ին ասված վիրավորական խոսքերի համար, մասնավորապես նրան ամբարո անվանելու համար, ինչպես նաև հայտարարելու, թե թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի ու կհասկանանք 4 հատ տունը իրեն, որտեղից, ինչպես նաև կինա թող իրան կնոջ պես պայի, թե չէ այդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ իր սեռային պատկանելիության արտահայտության համար։ Թովմասյանը պահանջում է նաև հերքել իր հասցեն հնչեցված զրպարտության համար։ Խոսքը Հյուսիսային պողոտայում 4 հատ տուն է գնել լինելով հասարակ լրագրող պնդման մասին։ Բացի այդ, Թովմասյանը պահանջում է Հովհաննիսյանից բռնականձել 9 միլիոն դրամ, որից 3 միլիոն դրամը որպես հասցված վիրավորանքի, իսկ 6 միլիոն դրամը որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Սոտքում 2023 թվականին ադրբեջանական ագրեսիայից հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը նշանվել է։ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը նշանադրության տոնակատարությունից տեսանյութ է հրապարակել։ Նարեկի ընտրյալը Հասմիկը ընդունել է տղայի առաջարկությունը։ Իմ կյանքում մի ուժ էլ ավերացավ, տեսանյութում ասում է Նարեկը։ Նարեկ Պողոսյանը ադրբեջանական կրակոցից վիրավորում էր ստացել Սոտքում 2023-ի սեպտեմբերի 1-ին։ Նրա անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան։ Սրտի զարկերը վերականգնվել էին, բայց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ 9 օր կոմայի մեջ մնալուց հետո Նարեկը սկզբում ոչ խոսել էր կարողանում, ոչ քայլել։ Այսօր նա արդեն կարողանում է և ազատ շփվել, և քայլել, և հրաժարվել է ցավազրկողներից։ Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9-րդ դասանի աշակերտները թռել են դպրոցի երկրորդ հարկի պատուհանից, կատուժած։ ԶԼՄ-ների դեպքը տեղի ունեցել սեպտեմբերի 29-ին, ուսուցչի դիտողությունից հետո երեխաները դուրս են եկել դասասենյակից ու քանի որ պահակը նրանց թույլ չի տվել դպրոցից դուրս գալ, նրանք դասից փախել են երկրորդ հարկի պատուհանից։ Դրա հետևանքով երեխաներից մեկը մեջքի հատվածներում սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։ 14-ամյա աղջիկը եւս մեկ շաբաթ մնալու է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, ստանալու է անհրաժեշտ բուժումները, որից հետո կատարվելու է վիրահատություն, գրում են ԶԼՄ-ները։ Ադրբեջանի տարածքից ոչխարի մի ամբողջ հոտ է անցել հայկական կողմ Սոտք գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, սահմանապահներից պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, այլ մանրամասներ ևս հայտնի չեն։
25-օրյա վարչական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվության ենթարկելու միջոցները կխստացվեն։ Այսօր ԱԺ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած քրեական օրենսգրքում եւ ռազմական ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեցին 53 ձեռնպատժ եւ դեմ 26 падգամավորներ։ Ըստ այդմ վարչական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով աշխատավարձի առավելագույնը 20 պատիկի չափով կամ ազատազրկման 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Երևան քաղաքի առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր շարունակվել են Բագրատ Սրբազանի եւ Սրբազան պայքարի 17 աջակիցների գործով նախնական դատալսումները։ Նիստի հենց սկզբում պաշտպանը Հովհաննես Խուդոյանը բարույթով ներգրաված բոլոր հանրային մեղադրողներին բացառքայտնեց բացարկի հիմքը հայտնի ձայնագրությունը, որտեղ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը շարժման ակտիվիստներին ու մի շարք այլ անձանց հետ խոսում է։ Պաշտպանն ընդգծում է, որ քրեական վարույթի նյութերում առկա է կեղծիք, երկխոսության առանձին հատված դուրս է բերված ձայնագրությունից եւ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում է ներկայացված, նշել է Խուդոյանը։ ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց ԿՊ հեղինակած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ նոր հայտարարությունը։ Նախագծին կողմ է քվեարկել 64 ձեռնպահ 2 падգամավոր։ Ձեռնպահ քվեարկեցին անկախ падգամավորներ Հովիկ Ահազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Ավելի վաղ Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ քննարկմանը։ Նշենք նաեւ, որ այսօր ԱԺ-հերթական նիստի ավարտին հայտնի դարձավ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշել է արտահերթ նիստ հրավիրել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի նախաձեռնած նոր հայտարարության տեքստի քննարկման համար։ Նշենք, որ Կոնջյանը իր ելույթում ասել է, որ այսպիսով ազգային ժողովը իր աջակցությունն է հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։